2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական իրադարձություններից հետո բռնի տեղահանված բնակչության մի մասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 18:64 որոշմամբ չի վերցվել ժամանակավոր պաշտպանության տակ։ Ըստ այդմ այդ անձինք չեն ստացել ժամանակավոր պաշտպանության վկայականներ եւ ձեռք չեն բերել փախստականի կարգավիճակ։ Նման դեպքերը քիչ չեն եւ պայմանավորված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց այլ երկրների քաղաքացիություն ունենալու հանգամանքով։ Սակայն այս խումբ անձինք, եթե ոչ ամբողջությամբ, ապա առնվազն եզակի բացառություններով է, որ ազգությամբ հայ չեն։ Ըստ այդմ առաջ է գալիս հարց, թե ազգությամբ հայ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր չունեն ժամանակավոր պաշտպանության վկայականներ եւ չեն ստացել փախստականի կարգավիճակ, արդյոք կարող են որոշակի պարզեցված ընթացակարգերով հավակնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուն։ Բացի ազգությամբ հայերից կարևոր է նաև պատասխանել այն հարցին, թե ինչ ընթացակարգեր կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու այն անձանց խմբի դեպքում, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են, սակայն ազգությամբ հայ չեն։ Այս հարցերը պակաս կարևոր չեն, քանի որ անգամ այլ երկրի քաղաքացի հանդիսացող տեղահանվածների գերակշիռ մասը տեղահանումից հետո շարունակում է ապրել եւ իր կենսական շահերը կապել Հայաստանի Հանրապետության հետ։ Իհարկե, յուրահատուկ դեպքերը շատ են, սակայն այս տեսանյութում մենք կքննարկենք առավել հաճախ հանդիպող դեպքերը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով չեն վերցվել ժամանակավոր հատուկ պաշտպանության տակ։ Ուստի նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ, բայց ոչ փախստականին վերաբերելի հիմքերով։ Մյուս կողմից ազգությամբ հայ լինելու հանգամանքը կարևոր առավելություն է տալիս քաղաքացիություն ձեռք բերելու հարցով։ Օրենսդրական առկա կարգավորումներով առանց վերջին 3 տարին մշտապես Հայաստանում բնակվելու, հայերեն լեզվով բացատրվելու եւ Հայաստանի սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջների Հայաստանի քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը։ Ազգությամբ հայ լինելը ըստ մեր օրենսդրության կարող է հաստատվել օրինակ եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթղթերով, եթե դրանում նախատեսված կարգով մկրտվածի կամ միացնողի ազգությամբ հայ լինելու մասին նշում կա։ Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հավաստված կամ հյուպատոսական վավերացմամբ ազգությամբ հայ լինելու մասին փաստաթղթով, ծնողի, պապի, տատի, քրոջ, եղբոր, ծննդյան վկայականով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում։ Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե այդ եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթղթերն համարվում նաև օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիրը, ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը եւ դրա պատճենը, եթե դրանք պարունակում են ազգությամբ հայ լինելու մասին վերաբերելի նշում։ Այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ դիմում հարցաթերթ, օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր եւ դրա պատճենը, համապատասխան չափի 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, պետական դուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը, ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթղթերից որևէ մեկը, այն դեպքում, երբ ազգությամբ հայ լինելը հաստատվել է, օրինակ ծնողի ազգությունը հաստատող փաստաթղթի մեջ առկա հայ լինելու մասին նշումով, ապա տվյալ պարագայում անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը։ Եթե անձը ամուսնացած է եւ դիմումատուն կրում է ամուսնու անձգանունը, ապա պետք է ներկայացվի նաև ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, ամուսնու անձնագրի պատճենը եւ դրա հայերեն թարգմանությունը։ Որոշակի առանձնահատկություններով է բնորոշում նաև այն անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը, ովքեր մինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը
ներկայացնելու պահը վերջին 2 տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ են գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող ունեցող, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակված այն անձանց եւ որոնց ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս դեպքերի վրա չեն տարածում ընդհանուր կարգի առանց օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու եւ հայերեն լեզվով բացատրվելու պահանջները։ Եվ անձը կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ ծանոթ լինելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ներկայացում են ընդհանուր փաստաթղթերը։ Գրանցված ամուսնության հիմքի դեպքում նաև պետք է ներկայացվեն ամուսնության վկայականը եւ դրա պատճենը, ամուսնու անձնագիրը եւ դրա հայերեն թարգմանությունը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը եւ դրանց պատճենները։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ ունենալու հիմքի դեպքում նաև պետք է ներկայացվի զավակի ծննդյան վկայականն ու քաղաքացու անձնագիրը եւ դրանց պատճենները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հավաստող այլ փաստաթուղթ եւ դրա պատճենը։ Ծնողները կամ նրանցից մեկը նախկինում քաղաքացիություն ունենալու հիմքի պայմաններում նաև պետք է ներկայացվի ծնողի նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու, ինչպես նաև վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթղթեր, լիազոր մարմնում նշված տեղեկատվության բացակայության դեպքում։